Ռուբենի դասղեկը 9-րդ 10-րդ դասարաններում, ավագ դասարանում արդեն այդ 2010 թվականին դեռ այդ բաշխումը չկար 12-ամյա կրթությունը։ Դասարանը ձևավորվեց բոլոր դասարանների 4-5 դասարան ունեինք 8-րդ դասարաններ, քննություններից հետո ձևավորվեց դասարան, որը մեկը տվեցին ինձ։ Իհարկե դժվար էր։ Տարբեր դասարաններից հավաքված երեխաներ նախ իրանց մեջ պիտի կոլեկտիվ ստեղծեին ու հետո պիտի ընդունեին նոր դասղեկը։ Գիտեք, նոր դասղեկ ընդունելը այդքան էլ հեշտ գործ չի։ Ամբողջություններ կար, անկարգություններ կար, չարություններ կար, բայց այդ ամբողջ դասարանի մեջ ես անկեղծ ասած նկատեցի Ռուբենի այդ զսպվածությունը։ Ասում բոլոր ինչ-որ մի բան անում են, էլի հասկանան ես ինչքան կդիմանամ, այս երեխենից ոնց է ձեն չի անում։ Հետո ժամանակի հետ իհարկե եղան դասից փախնել, համատարած երկուսներ, բողոքի ամեն ինչ էր, Ռուբենը մեջներն էր իհարկե, հետո ես հասկացա ինչու, որովհետև ինքը սարսափելի ընկերասեր էր, սարսափելի, ձևավորվեց, ինքը հոգին տվեց ու նվիրվում էր անմնացորդ, եթե դասարանը անկարգություններ անում, ինքը մեջը չլիներ, պիտի հետները լիներ, հնարավոր է կարողանար հետ բերել, այդ անկարգությունը մեղմ անցներ, բայց ինքը երբեք չէր առանձնանում, այդ Ռուբենի ընկերասիրությունը ու անկեղծությունը, իհարկե հետո ասեց ինչ էր այդ ամեն ինչ, մենակ ինքը չէ, ամբողջ դասարանի տղաները հասկացան, որ ես միշտ հայտնվում եմ այնտեղ, որտեղ պետքա չլինեմ, հասկացան, որ պրծում չունեն ինձանից, այնտեղ բուֆետ ունենք, ընդեղից էլ եմ հավաքել բերել, շենքի հետևում ունենք բիսեդկա, փախնում էին, ընդեղ էին նստում, էլի հավաքվեց, գտել եմ, բերել եմ, հետո ընկերացանք, շատ լավ թիմ ստացվեց, շատ լավ։ Դասարանը 25 հոգի էր, շարժ չկար, բայց լավ երեխեք էին, շատ լավ երեխեք էին։ Առաջին այդ թոհուբոհից հետո առաջին մեծ միջոցառումը, որ ես արեցի, թրաֆիկինգի դեմ պայքարներ, բեմադրություն դրեցինք, ուրեմն դասարանի բոլոր տղաները ընդգրկվեցին։ Ռուբենը նայեց, կարդաց սցենարը, նայեց, ասեց ես չեմ մասնակցում, ասեց հե ես չեմ ուզում մասնակցեմ, ասեց դա իմը չի, ես բեմի մարդ չեմ, օգնեց ամեն ինչում, բայց ինքը հանդիսատեսի դերում մնաց դահլիճում, այդ մի դրվագը, որ ես բան արեցի, շատ սկզբունքային է, ասեց չէ, ուրեմն չեն հաչի դառնում, շատ հազվադեպ էր ոչ ասում, բայց ոչ ասելուց հետդարս չկար արդեն։ Ինքը բեմ չէր բարձրանում, վերջի զանգին սենց հանել ենք, դե բեմ բարձրացել է, դա արդեն վերջի ակորդներ, էլի։ Ինքը չէր սիրում, ինքը ավելի լուրջ, ավելի նենց, չգիտեմ, իր համար, հնարավոր է, եթե ես այդ թեման չընտրեի թրաֆիկինգ, ընտրեի իրան հոգուն հարազատ թեմա, հնարավոր է եւ մասնակցեր, հնարավոր է եւ ցանկություն հայտներ ցույց տալու իր այդ սերը հայրենիքին էլի, որ ցավոք մի քիչ ուշ ցույց տվեց։ Չնայած գիտեինք բոլորս այդ նվիրվածությունը, այդ հայրենասիրությունը ու դասարաններում դե կան երեխաները կողմնորոշվածություններ, մեկը հումանիտար սիրում, մեկը մաթեմատիկա, այդ տարին տնօրինությունը որոշեց, որ առանձնացնեն, այստեղ խորացված մաթեմատիկային ասում ու ֆիզիկա, եթե ուսումնական պլանով նախատեսված էր ենթադրենք 6 ժամ հանրահաշիվ, այստեղ 10 ժամ էին անցնում, ուսուցողների համաձայնությամբ, մենակ երեխաների կարողությունները հաշվի չառնելով, ծնողների համաձայնությամբ ձևավորվեց այդ դասարանը։ Այնտեղ ուրիշ ֆիզիկա մաթեմատիկական հոսքով դասարաններ, քննությունների իհարկե ստանդարտ նույն ձևով էին տալիս, բայց երեխաները շատ լավ մասնագետներ ունեինք, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաները ավելի խորացված անցան ու շատ չկենտրոնացան պատմություններին։ Մի բան պատմեմ, ուրեմն 3 օր փախել էին դասից, ուզում եք բաներ, փախել էին ինքն ու ընկերները։ Ես չդիմացա, զանգեցի ու զանգել եմ պապային, ես մի հատ վատ գիծ ունեմ նաև, խոսում եմ պապաների հետ, մամաների հետ չեմ, որովհետև պապան պիտի տղայի հարցերը լուծի, կանչեցի պապային առաջին անգամ, ասում ձեր երեխան փախնում է, ասում չի կարող պատահի, իմ երեխան սովորում է, պարապում է, այսքան բան գիտի, ասում չէ, փախնում է, ասում վերիկուսներ է ստանում, հետո կանչեցինք, ասում է հա փախնում եմ, բայց տունը չգիտեն, ինքը դպրոցից դուրս չի գալիս, ասում բան նպատակը, դե ընկերները դաշ չեն անում, փախնում են, ինքը հետը պիտի փախնի, որ կարողանա, դրա հաջորդիվ ասեց ես, ընկերս ասեց, ես շատ ավելի հետևողական կլինեմ, նույնիսկ մի ամիս շաբաթը մի օր գալիս էր, ամեն ուրբաթ օր գալիս էր դպրոց, որ տեսներ ինչ ընթացք է, այդ ամեն ինչին,
Այդտեղ իմացա, որ նոր էին, ամենասկիզբն եմ ասում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն էին 9-րդ դասարանի։ Հետո իմացա, որ ինքը բոլոր առարկաների նկատմամբ առանձնակի հետաքրքրասիրություն ունի, առանձնակի վերաբերմունք ունի։ Հնարավոր է ընկերներն էին գալիս այստեղ ինքն էլ եկավ, հիմա ես չեմ կարող ասեմ, որովհետև դասարանի ձևավորման ժամանակ ես ներկա չեմ եղել, էլի։ Բայց բոլոր այդպիսի առարկա չկար, որ ինքը մաքսիմալ արժեք չունենար։ Իր գնահատականները պետք է լավը լինեին, կամ չլինեին, եթե դասարանը չուներ։ Եթե դասարանը կանգներ ասել, մենք պատրաստ չենք, ինքը իրենց հետ պատրաստ չէր ու նկատողություն, դիտողություն ինքն էլ է ստանում։ Դա էլ իր բնակերպարի մասին ասում, էլ իր նվիրվածությունը, իր հավատարմությունը, ընկերասիրությունը, ինքը մի հետաքրքիր բան ուներ։ Կարծիքը կասեր ամենավերջում ու հիմնավոր, այլևս երկրորդ անգամ հարկ չկար այդ ինչու հարցնել իրեն։ Եթե ինքը նայում էր, մի հայացք ուներ, եթե նայում էր, նշանակում է ոնց որ անցանք էլի, մի քիչ շատ էր կամ ընդունեցի սխալս։ Ինքը իր հավասարակշռությունով ոչ թե որ լիդեր էր, իր հավասարակշռությունը եւ զսպվածությունը թույլ էր տալիս, որ լսեն իրեն։ Չենթարկվեն, լսեն, ընդունեն իրեն որպես ավակ, այսպես ասեմ էլի։ Ինքը լիդեր չէր, բայց իրադրության տերն էր, երբեք թույլ չէր տա, որ իրադրությունը դուրս գա նրանից վերահսկողությունից, ոչ մի պարագայում։ Համենայնիվս ինձ տենց է թվացել։ Այսօր որ ինքը այդ արդյունքներին հասավ, այդ բարձունքներին հասավ, իր նպատակասլացության բնավորության այդ մաքրամաքուր գծի արդյունքն ինձ թվում է, շատ եմ ափսոսում, շատ։ Զինվորական կարիերան մինչև դասարկի ժամին, որ մենք քննարկում ենք, ինքը հենց առաջին դասարկի ժամին, որ ցանկանում է ծանոթանալ, հենց առաջին ժամին ասել է ես պիտի ման դառնամ, զինվորական։ Ասում եմ, դու հասու շատ լավ է, բայց դու հաստատ որոշել ես, հա, ես հաստատ որոշել եմ։ Այսինքն ինձ հնարավորություն չի տվել երկրորդ անգամ իրեն հարց տալու կամ ես մտածեմ, որ կարող է միտքը փոխել, չէ, ինքը շատ որոշակ էր։ Դե իհարկե այստեղ ընտանիքն էլ այդ հայրենասիրությունը հենց այնպես չի գալիս, մոր կաթի հետ է գալիս, չի կարա ուրիշ բան լինի։ Հազար ներողություն այսօր հիմա ունենք էլի 9-րդ դասարանցիներ, ես վախենում եմ ասեմ, հայրենիքը դուք գիտեք ինչա, այ մեր սերունդ, մեր երեխեքն են, չկա, իսկ այդ սերունդը ցավոք արյան յուրաքանչյուր բջիջի մեջ հայրենասիրություն կար, հենց այնց չէր այդ ամեն ինչը, եթե մարդը գնում է կամավոր, դա չի կարա ոչ մեկին ցույց տալու չունի, ինքը գիտի ուր է գնում, ու գիտեր որտեղ է գնում սովորելու, որտեղ է ընդունվում եւ հանուն ինչի։ Ես նույնիսկ հարցրեցի, բայց կմնաս այնտեղ, դե Սանկտ Պետերբուրգում չէ ավարտել, Մոսկվա, հա, Մոսկվայում, հա, ասեց հետ եմ գալու, ես գնում եմ իմ հայրենիքի համար հետ գամ։ Այդ դասարանի բոլոր տղաները ծառայել են, բոլորը։ Չէ, մեր Նարեկը ծառայեց, չէ, չի ծառայել Նարեկը, ինքը ինստիտուտ ընդունվեց, չծառայեց, բայց բոլոր տղաները ծառայել են։ Չէ, ծառայել են, չեմ կարծում։ Չէ, չկար։ Ես ինքս ես թույլ չէի տա, որ չլիներ այդ հայրենասիրությունը, ինչքան էլ որ գալիս է, դպրոցը իր փոքրիկ, թեկուզ փոքրիկ ծիլերը պետք է տա անպայման։ Համենայնպես իմ բաժինը մի փոքրիկ էր, երկու այդ երեխեքի անցած ճանապարհում ընդամենը 2 տարի եմ աշխատել այդ երեխեքի հետ, իհարկե կապ ունեմ դեռ, բայց փորձել եմ իմ ապրելով սովորեցնել, ոչ թե ասել եմ, այ պիտի հայրենասեր լինեք, չէ։ Այդ նույն ժամանակահատվածում իմ տղան գնաց Ղարաբաղ ծառայելու, իրանք տեսան դա, ես ինչով եմ անցնում ու շնորհակալ եմ։ Այսինքն երևի դա էլ մի կաթիլ էր, որ հասկացան, այ պիտի անպայման գնալ, պիտի հայրենիքի համար կռվել, բայց իհարկե հետ գալու ակնկալիքով։ Դասանում տղաներ ունեմ, մի հատ ռոբ ունենք, հա, մինչև հիմա կապ ունենք իրար հետ։ Նոր տարուն գալիս է, պատահական մեկ էլ կարող է գալիս, արի, գնանք մի հատ կոֆե խմենք, բայց արդեն ընկերական էլի այն հարաբերություններն են, նույնիսկ անցել է դուին ու ես շատ լավ եմ ինձ զգում, շատ, նենց չի, որ ես ասում, գիտես, իրանք գիտեն, որ ես իրանց ընկերն եմ եղել։ Նույնիսկ որ տարիքս հարցնում էի, ասում իրանք 25, ասում էի 25 ու մնում էր 25։
իմ ու դասարանի հարաբերությունները անկեղծ ընկերական եղել, ես երբեք եղել դու կարի գորգորայի Չարությունյանների երբեք ոչ մեկի չեմ ապտակել, երբեք դա իմ ապրելու ձևի մեջ չի, բայց երբ որ ես մտնում եի դասարան, ինձ հայացքիցս արդեն գիտեմ, որ լուրջ խնդրեմ ունեն ու հարթվել է։ Չեմ նեղացել, իրանք ինձ չեն նեղացրել։ Կարող եմ մի քիչ ճմկտածել եմ, բայց սիրով։ Ռուբենի լուրը ո՞նց տարավ դասարանը։ Ռուբենի լուրը։ Վատ, շոկ էր, սարսափելի վատ։ Մենք այնքան ես վստահ էի, որ ինքը հետ է գալու, վստահ էի։ Որ ինձ զանգեց Ռոբը ասեց Ռուբենի sense բան աղաց, չի կարա տենց բանել ասել, ինքը այնքան հաշվարկով ապրող, ճշգրիտ գիտեր ինքը որտեղ իրան ոնց պահի, ոնց ա եղել ասել տենց բան։ Ասի չէր կարա, այնքան գրագետ էր ինքը, նես չէր էլի։ Դե գնացինք վատ, բայց մի քիչ փնթի վարվեցինք ինչ առումով, մաս գնաց դասարանը իրար հետ չենք մտել Ռուբենի մոտ, որը իհարկե ճիշտ չէր, անկեղծ ասեմ։ Ռուբենին վերջին հրաժեշտ տալը ամբողջ դասարան իրար հետ չեղավ։ Այնտեղ աղջիկներ կան, որոնք ամուսնացած են, որը երկրում չէր։ Այդ ոչ թե որ չկազմակերպվեց։ Չուղակի տեսեք դուք կրթում եք մի երեխայի, որը դեռ երեխա է, ինչքան էլ ինքը կազմակերպված լինի, ինչքան հաստատուն լինի այլն, դուք իրան տեսնում եք որպես երեխա։ Հետո տեսնում եք, որ այդ երեխան պատասխանատվություն է իրավարեցել, նույնիսկ այնպիսի պատասխանատվություն, որ մարդիկ ուզում եմ հասկանալ, մեր Ռուբենի կերպարը ձեր մեջ փոխվեց դրանից հետո կամ ինչ դարձավ։ Աշակերտը ուսուցչուն գերազանցեց, թե չգերազանցեց։ Վստահ կասեմ, որ գերազանցեց։ Վստահ կասեմ, որ Ռուբենը արեց ավելին, քան որ ես սպասում էի։ Ինձ թվում էր, որ ինքը կավարտի կգա ինչ-որ մի օֆիսային, ինչ-որ միտեղ, բայց ինքը անհնարին արեց։ Ավելին, քան երևի ինքն էր սպասում։ Որտեվ իրա ծրագրերում դե մտածում էր կգա կաշխատի, բայց հայրենիքի համար կռվելը դա աշխատանք չի, դա սուրբ գործ է։ Իսկ աշխատանքը իմն է աշխատանք, որ դպրոցում աշխատում եմ։ Ինքը ավելին արեց։ Ու դա երևի իր այդ ձգտումներ լինել առաջինը, լինել չեմ կարող ասել անփոխարինելի, չէ։ Ինքը պիտի լավագույնը լիներ։ Բոլոր տեղերը կամ պիտի աներ լավագույնը, կամ պիտի չմասնակցեր ու չաներ։ Ինքը ընտրեց առաջ տարբերակը։ Ինքը առաջինը ընտրեց։ Հիմա ասեմ ինչպես է ներկա Ռուբենը դպրոցում։ Երեխաները, դուք տեսաք, մենք երկու սրահներում էլ ունենք։ Պարտադիր իրենց դասղեկի ժամին ամեն դասան գոնե մեկ անգամ այց է ունենում։ Այդ օրը դա թեմաները ցավոք շատ ունենք զոհեր։ Նշանակում է 2 ամիս այդ երեխա այդ զինվոր զոհերի մասին պիտի խոսանք։ Ամսվա մեջ մեկ անգամ հաստատ մի դասարանում Ռուբենի մասին խոսվում է։ Պարտադիր որպես դասղեկի ժամ։ Երեխաները ոնց են դա անցնում։ Երեխաները ուզում եք անկեղծ ասեմ։ Լսում են ուղղակի։ Թե հետո ինչ կկատարվի իրանց ներսում, չեմ կարող ասեմ։ Լսում են։ Կան, ասենք 1200 երեխա կա, հնարավոր է մի 500-ի մոտ արթնանալ, հասկանան ինչա կատարվել ընդհանրապես։ Իսկ եթե հետո հնարավոր ավարտեն գնան, հասունանան, նոր հետ գան ասեն, այս ովքեր են եղել մեր դպրոցի աշակերտները։ Այդ տեսեք գալիս են այստեղ աշակերտ կա ամեն առավոտ գալիս է մի վայրկյան կանգնում է այստեղ նոր ներս է մտնում։ Աշակերտ կա կարող է գա բաժակը ձեռքը անցնի կողքով։ Դա փորձում ենք մեղմացնել դա, փորձում ենք բոլորս յուրաքանչյուր ուսուցիչ փորձում է հասցնել այս ծերունդին, որ այսօր մենք կանք ապրում ենք ի շնորհիվ այս զոհերի, այդ 5000 մատաղ ծերունդին, որ իրանց կյանքը տվեցին։ Մի քիչ կոպիտ հարց եմ ուզում։ Ամեն դեպքում դուք իր դասղեկն եք եղել, դուք իր դաստիարակներից մեկն եք եղել, հաստատ թեկուզ չնչին, բայց
Ձեր դաստիարակության արտահայտումներից մեկն էլ դա է, որ կգնաց ինքնազոհության։ Չեմ կարող ասեմ։ Հաջորդ րոպեին նույն ձև կդաստիարակեք։ Հա։ Անխոս։ Այսօր ես փոքրիկ ունեմ 2 տարեկան թոռնիկ, ինքը պիտի հողի համար կռիվ տա։ Ես ամաչում եմ նայեմ իմ թոռնիկներին, որովհետև իմ հողը մի բուր դարձավ։ Ես նույնիսկ անկեղծ ասեմ, երանի եմ տալիս է զոհվածներին, որ գիտեին հողի համար են կռվում ու չիմացան ինչ կատարվեց մեր հետ։ Անկեղծ։ Այն որ չգիտեմ էլի։ Այսօր մենք ինչ ենք թողնելու մեր երեխեքին։ Գոնե իրանք բաց ճակատով գնացին, կռվեցին, չիմացան ինչ եղավ, գիտեին որ հողը մերն է ու կշատանա։ Մենք դարձրինք մի բուր։ Բա մեր հաջորդ սերունդներին ինչ ասենք։ Դա այսինքն ես էլի կպայքարեմ, էլի կանեմ այն, որ պիտի սերունդը հասունանա, պետք է կարողա 20-30 տարի հետո լինի այս սերունդը, որ պիտի գնա կռիվ տա, բայց պիտի լինի դա։ Մենք այսօր պիտի աշխատենք դրա համար։ Բայց պետքա ճիշտ ուղղորդել սերունդին, ուղղորդողը պիտի ճիշտ լինի։ Չեմ ուզում ոչինչ քաղաքականացնել, եթե սեն շարունակվի ուղղորդողներ չենք ունենա։ Ուղղակի ուղղորդող չենք ունենա։